Նա գիտեր, որ մեղրին հանձնելը հանցագործություն է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Նա 16 տարի կառավարել է Հայաստանը, այստեղ գալով առանց հայոց լեզվի իմացության։ Նա կառուցել է գործարաններ ու առողջարաններ, զարգացրել գիտությունը և ամենակարևորը՝ նպաստել է ազգային մշակույթի վերածննդին։ Եվ այդ ամենը Խորհրդային Միության ժամանակ, երբ այն իրագործելը թվում էր անհնար և նույնիսկ չափազանց վտանգավոր։ Նա ստեղծեց Մատենադարանը։ Նա Երևանը դարձրեց հազարավոր պուլպուլակների քաղաք։ Նա փրկեց հայ մտավորականության ու նրանց աշխատանքները, բայց իրեն չկարողացավ։ Գրիգոր Շինարար։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք Գրիգոր Հարությունյանի մասին, ով Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարն էր։ Ով էր Հարությունյանը։ Ազգային և հեռատես առաջնորդ, ով կարողացավ զարգացնել Հայաստանը, թե ուղղակի Ստալինյան իշխանության հավատարիմ պաշտոնյա։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Գրիգոր Հարությունյանի, որպես Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարի գործունեությունը օբյեկտիվորեն գնահատելու համար, կարևոր է պատկերացնել Հայաստանում այդ ժամանակ տիրող իրավիճակը, որտեղ նա սկսել էր իր քաղաքական կարիերան։ Հարությունյանին Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում նախորդածները մեկը մյուսի ետևից հեռացվեցին։ Աղասի Խանջյանը մահացավ առեղծվածային և առ այսօր վիճահարույց համարվող հանգամանքներում։ Նրան փոխարինած Ամատունին շուտով ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց։ Նույն ճակատագրին արժանացան նաև շատ ուրիշներ։ Հանրապետության գրեթե ողջ կուսակցական ղեկավարությունը բռնաճնշումների զոհ դարձավ։ Այդ ժամանակվա ողջ բարձրագույն քաղաքական շրջանակից միայն Աշոտ Յովհաննիսյանը ողջ մնաց։ Հենց այսպիսի համատարած վախի, քաղաքական անկայունության և Մոսկվայի ուղիղ և բացարձակ վերահսկողության պայմաններում Գրիգորի Հարությունովը, հետագայում Գրիգոր Հարությունյանը, սկսեց իր քաղաքական գործունեությունը Հայաստանում։ Նա իր կամքին հակառակ նշանակվեց այնպիսի պաշտոնում, որտեղ իրեն նախորդողները փոփոխվում էին կասկածելի և խիստ մտահոգիչ տրամաբանությամբ։ Գրիգոր Արտեմի Հարությունյանը ծնվել է 1900 թվականի նոյեմբերի 7-ին Վրաստանի Թելավի քաղաքում։ Նրա նախնիները եկել էին Պարսկաստանից։ 1809 թվականին մոտ 400 հայ ընտանիք վերաբնակեցվել է Լոռու մարզում։ Նրանց թվում էին նաև Հարությունյանների նախնիները, որոնք շուտով տեղափոխվում են Կախեթի, որտեղ այդ ժամանակ արդեն շատ հայեր էին ապրում։ Մարդահամարի ժամանակ նրանք, ինչպես շատ ուրիշներ, գրանցվել են ռուսական կարգով, և նրանց ազգանունը դարձել է Հարությունով։ 1911 թվականին Գրիգորը շարունակում է ուսումը գիմնազիայում, գերազանցությամբ ավարտելով այն։ Դեռ երիտասարդ տարիքում նա հայտնվում է վրաց մենշևիկների հսկողության տակ և 1920 թվականին ձերբակալվում քաղաքական գործունեության համար։ Սակայն ընդամենը մեկ տարի անց Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Հարությունյանը ներգրավում է կուսակցական աշխատանքում և արագ դառնում Թելավիի շրջանային կուսակցական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավար։ Նրան ուղարկում են Մոսկվա սովորելու, սակայն նրան թույլ չտվեցին ավարտել ուսումը։ 1924 թվականի սեպտեմբերին, որպես տաղանդավոր կադր, նա հետ կանչվեց Վրաստան և նշանակվեց կուսակցական աշխատանքի, սկզբում Թիֆլիսի Լենինի անվան շրջկոմում, ապա Թելավիում։ 1927 թվականից սկսվեց նրա արագ վերելքը կուսակցական աստիճանակարգությամբ։ Հարությունյանը նշանակվեց Վրաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գյուղատնտեսական բաժնի վարիչ, ապա աշխատավորների և գյուղացիների տեսչության բաժնի վարիչ։ 1931 թվականին նա արդեն Վրաստանի կուսակցական ղեկավարության կազմում էր։ 1934 թվականին նա նշանակվեց Թիֆլիսի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, որն այսօր համարժեք կլիներ քաղաքապետի պաշտոնին։ Սակայն 1936 թվականին կուսակցական փոփոխությունների հետևանքով նա զիջում է իր պաշտոնը և դառնում երկրորդ քարտուղար։ Այդ ընթացքում Արևան Հայաստանում բռնաճնշումների հերթական ալիքներ։ 1937 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի արտակարգ պլենումը հաստատում է կուսակցության առաջնորդի ձերբակալությունը։ Սեպտեմբերի 22-ին Վրաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերյան ժամանում է Երևան։ Հաջորդ օրը պլենումը պաշտոնից և կուսակցությունից հեռացնում է Ամատունուն, ևս մեկ առաջնորդ, ով դարձավ բռնաճնշումների զոհը։ Միկոյանն ու Մալենկովը, ովքեր Մոսկվայից ուղարկվել էին իրավիճակը վերահսկելու, հայտնվեցին դժվարին իրավիճակում։ Ամատունուն փոխարինող չկար։ Բերյան որոշում է կայացնում։
1937 թվականի սեպտեմբերի 23-ին Գրիգոր Հարությունյանը նշանակվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար։ Հանրությունը նշանակման մասին իմացավ թերթերից առավոտյան, իսկ Գրիգոր Հարությունյանը դեռևս տեղյակ չէր դրա մասին։ Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ՆԿՎԴ-ի մի սպա Հարությունյանների Թբիլիսի տան դուռը թակեց։ «Ընկեր Հարությունյան, շտապեք, ձեզ սպասում են կայարանում հատուկ վագոնով, մեքենան ներքևում է»։ Նա ամուր գրկեց կնոջը, Նինա Գրիգորևնային, եւ ամեն ինչից անտեղյակ լուռ հեռացավ։ Դա այնպիսի ժամանակաշրջան էր, երբ մարդու կյանքը մեկ ակնթարթում կարող էր փոխվել 180 աստիճանով։ Գրիգոր Հարությունյանը լքեց բնակարանը տխրությամբ եւ մեծ անորոշություններով։ Այդ ընթացքում կայարանում հատուկ վագոնում նրան արդեն սպասում էին Խորհրդային Միության ահարկու առաջնորդները՝ Բերյան, Միկոյանը եւ Մալենկովը, ովքեր թույլ չտալով Հարությունյանին անգամ պատշաճ կերպով ողջունել իրենց, ասացին նրան. «Ընկեր Հարությունյան, սեպտեմբերի 23-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի պլենումը ձեզ ընտրել է առաջին քարտուղար։ Երևանի գնացքը մեկնում է 1 ժամից»։ Հարությունյանը շվարած փորձեց առարկել ասելով. «Բայց ես նույնիսկ հայերեն չգիտեմ»։ «Ես ընկեր ունեմ Երևանում, պրոֆեսոր Սիմակը, նա մի քանի ամսում քեզ կսովորեցնի լեզվի հիմունքները։ Կարևորը այնտեղ քեզ գործն է սպասում», միջամտեց Միկոյանը։ Գրիգոր Հարությունյանը 1 ժամ անց արդեն գնացքում էր։ Գնում էր մի հանրապետություն, որտեղ երբեք չէր եղել, մի պաշտոնի, որին երբեք չէր ձգտել, եւ ընդառաջ մի ճակատագրի, որը կանխատեսել ուղղակի հնարավոր չէր։ Հարությունյանը վրացահայ էր, Պարսկաստանից ներգաղթյալների ժառանգ, ովքեր հայերեն չէին խոսում։ Այնուամենայնիվ, նրա ազգային ինքնությունը խորապես արմատացած էր նրանում, ինչպես եւ իրենց պատմական հայրենիքից դուրս ծնված հազարավոր այլ հայերի մոտ։ Նրա ծագումը եւ կուսակցական մեծ հեղինակությունը պատճառ դարձավ, որ նրան վստահեն հանրապետության ղեկավարումը։ Նշանակում ինքնին եւ հնարավորություն էր եւ մահացու թակարդ։ Նրա քննադատներն ու հակառակորդները կանխատեսում են նրա անխուսափելի մահվան դատավճիռը։ Լավրենտի Բերիային վերագրվող հայտնի խոսքը «Թող գնա Երևան, հայերն այնտեղ նրան ողջ-ողջ կուտեն» լիովին արտացոլում էր կասկածի եւ վտանգի մթնոլորտը, որում հայտնվել էր Հարությունյանը։ Գրիգոր Հարությունյանի նշանակումը Հայաստանի ամենաբարձր կուսակցական պաշտոնում խամրեցվեց խորը անձնական ողբերգությամբ։ Նրան Երևան ժամանելուց գրեթե անմիջապես հետո հասավ աներորդ ու ինքնասպանության լուրը, իսկ ընդամենը 6 ամիս անց ստացվեց եւս մեկ ողբերգական լուր։ Ձերբակալվել, ապա գնդակահարվել է նրա հարազատ եղբայրը։ Այս ակնարկը ընդգծում է, թե որքան բարդ եւ հակասական էր նրա առաքելությունը։ Ղեկավարել մի պետություն, որի մասին նա ոչինչ չգիտեր, եւ մի ժամանակաշրջանում, որտեղ յուրաքանչյուր նույնիսկ նվազագույն սխալ կարող էր կյանք արժենալ։ Այս ցավալի իրադարձությունները դարձան հիշեցում այն մասին, որ նույնիսկ բարձր պաշտոնները չեն կարող պաշտպանել մարդուն ռեպրեսիվ մեքենայի կամայական գործողություններից։ Համակարգը չէր խնայում ոչ անծանոթներին եւ ոչ էլ մտերիմներին։ Այնուամենայնիվ, համատարած վախի եւ մարդկային կապերի խզման պայմաններում Հարությունյանը պահպանեց կարեկցանքի եւ պատասխանատվության զգացումը իր սիրելիների նկատմամբ։ Ընտանիքը ստանձնեց Նամի, նրա կնոջ զարմուհու դաստիարակությունը, ով հետագայում դարձավ Անաստաս Միկոյանի հարսը։ Հարությունյանների ընտանիքում նա դաստիարակվեց որպես հարազատ դուստր, ինչը խոսում է ներքին ուժի եւ մարդկային որակների մասին, որ Հարությունյանը չկորցրեց նույնիսկ իր կյանքի ամենամութ շրջանում։ Բայց անկախ այս ամենից, հայտնվելով Հայաստանի քաղաքական կյանքի կիզակետում, Գրիգոր Հարությունյանը արագ պատկերացում կազմեց թե քաղաքական, թե սոցիալ-տնտեսական ոլորտների մասին։ Նա կարողացավ սթափ գնահատել իրավիճակը եւ հստակ սահմանել առաջնահերթությունները, համապատասխանեցնելով իր կառավարումը բարդ եւ հաճախ անկայուն միջավայրին։ Նա կադրային քաղաքականությունը համարեց իր աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը։ Հարությունյանը հասկանում էր, որ առանց թարմ ուժերի եւ առաջնորդների նոր սերնդի անհնար կլիներ վերականգնել հանրապետությունը 1930-ականների ցնցումներից հետո։ Նա հետևողականորեն եւ նպատակասլաց կերպով տաղանդավոր երիտասարդներին առաջադրեց ղեկավար պաշտոնների, ոչ միայն կուսակցական մարմիններում, այլև տնտեսագիտության, մշակույթի, գիտության եւ արվեստի ոլորտներում։ Կենտրոնական կոմիտեի եւ կառավարության այլ ղեկավարների հետ միասին նա կարողացավ ձևավորել էներգիայով լի պրոֆեսիոնալ մասնագետների համախմբված թիմ, որը կարևոր դեր խաղաց հանրապետության վերականգնման եւ զարգացման գործում։ Չնայած բռնաճնշումների հետևանքով թողած ծանր ժառանգությանը, Հարությունյանը հետպատերազմյան տարիներին կարողացավ ոչ միայն նվազագույնի հասցնել կորուստները, այլ նաեւ հիմքը դնել տնտեսական եւ մշակութային վերելքի։
Գրիգոր Հարությունյանը մարդ էր, ով խորապես գիտակցում էր պատմամշակութային ժառանգության կարևոր եւ առանցքային դերը ազգային ինքնության պահպանման հարցում։ Նա հայ ժողովրդի մտավոր եւ մշակութային արժեքները դիտարկում էր ոչ միայն անցյալից մեզ հասած ժառանգություն, այլ նաեւ առանցք, որի շուրջ պետք է կառուցվեր նաեւ ապագան։ Հենց Հարությունյանի նախաձեռնության եւ անձնական ջանքերի շնորհիվ էր, որ 1939 թվականին հնարավոր դարձավ Սասունցի Դավիթ հայկական ժողովրդական էպոսի 1000-ամյակի լայնածավալ տոնակատարությունը ամբողջ Խորհրդային Միությունում։ Տոնակատարությունները ստացան համամիութենական մասշտաբ, ընդգծելով ոչ միայն էպոսի մշակութային նշանակությունը, այլև նրա գաղափարախոսական արդիականությունը։ Հարությունյանն այս տոնակատարության մեջ տեսնում էր հայ ժողովրդի զարթոնքը տասնամյակներ տևած դժվարություններից եւ տառապանքներից հետո։ 1939 թվականի հունիսի 18-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կենտրոնական տոնակատարությունների շրջանակներում բեմադրվեց էպոսի շքեղ տեսարանը։ Հազարավոր հանդիսատեսների աչքի առաջ Սասունցի Դավիթը հաղթում է Մսրամելիքին։ Այս ներկայացումը ոչ այնքան թատերական ներկայացում էր, որքան քաղաքական մանիֆեստ։ Հայ ազգային հերոսը հաղթում է խավարին եւ բռնությանը։ Սա վառօրինակ է, թե ինչպես Հարությունյանի օրոք մշակութային քաղաքականությունը, որը ուղեկցվում էր ազգային խորհրդանիշերի բացառիկ արժևորմամբ, կարողանում էր հավասարակշռել Խորհրդային Միության գաղափարախոսությունը, պատմական ժառանգությունը վերածելով սոցիալական եւ քաղաքական դաստիարակության արդյունավետ գործիքի։ Հարությունյանի համար հայկական ժառանգության կարևորության եւ արժևորման մեկ այլ ցայտուն դրսևորում էր Մատենադարանի, հին հայկական ձեռագրերի եւ տպագիր մատյանների պահպանման ու հասարակական օգտագործումը կազմակերպող հիմնարկության ստեղծումը Երևանում։ Դա իսկապես համաշխարհային նշանակության նախաձեռնություն էր ոչ միայն հայ ազգի, այլև համաշխարհային պատմության եւ մշակույթի համար։ Հենց Հարությունյանի շնորհիվ հնարավոր դարձավ մայրաքաղաքի համար ճարտարապետական մեծ արժեք ունեցող կառույցի եւ կարևոր գիտամշակութային կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կոչված էր պահպանելու հայկական մշակույթի դարավոր ժառանգությունը։ Սա եւ խոշոր մշակութային իրադարձություն էր եւ չափազանց կարևոր քաղաքական քայլ, որը երաշխավորում էր մեր ինքնության կենսունակությունը, միևնույն ժամանակ ընդգծում Հայաստանի դերը որպես հին քաղաքակրթության կրող երիտասարդ խորհրդային պետություն։ Այդ տարիներին նման բան մտածելն անգամ վտանգավոր էր, բայց նույնիսկ այդ ժամանակ սկսեցին երևալ պատմական ճշմարտության ուրվագծերը, որոնք հետագայում կգտնեին իրենց ճարտարապետական մարմնավորումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, երբ ամեն ինչ ծառայում էր բացառապես ռազմաճակատի կարիքներին, նա կարողացավ ստեղծել Մատենադարանը։ Երևանը մանրակրկտորեն զննելուց հետո նա անձամբ մտրեց կառուցման վայրը։ Չնայած ահռելի դժվարություններին, սա դարձավ անձնական մարտահրավեր Գրիգորի համար, մի մարդու, ում ժողովուրդը կհիշի որպես Գրիգոր շինարար։ Հարությունյանի ղեկավարությամբ Երևանում կյանքի կոչվեց եւս մեկ մեգա նախագիծ՝ Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլը, որը խորհրդային Հայաստանի ճարտարապետության իսկական նվաճում էր։ Առաջնորդվելով ազգային ինքնության հրամայականով եւ հազվագյուտ հեռատեսությամբ, Հարությունյանը դրեց Ծիծեռնակաբերդի այգու, հայոց ցեղասպանության զոհերի ապագա հուշարձանի հիմքը։ Նա հատուկ ուշադրություն էր դարձնում մայրաքաղաքի տեսքին։ Նրա ղեկավարությամբ սկսվեց Բաղրամյան պողոտայի լայնածավալ վերակառուցումը ու ընդլայնումը։ Փողոց, որտեղ հետագայում պետք է տեղակայվեին կառավարական հիմնական շենքերը։ Ճարտարապետական ոճը համատեղում էր ազգայինի դրսևորումն ու նրբագեղությունը, ընդգծելով Երևանի կարգավիճակը որպես մայրաքաղաք։ Գրիգոր Հարությունյանը հիմք դրեց Երևանի որպես բարդ բազմամակարդակ քաղաքային օրգանիզմի կենսագործունեությանը։ Նրա ղեկավարության մայրաքաղաքը ունեցավ հստակ հատակագիծ, զարգացած ենթակառուցվածքներ եւ կայուն վարչական ռիթմ։ Երևանը ձեռք բերեց ստեղծագործական մթնոլորտ եւ յուրատեսակ դիմագիծ, դառնալով զարգացող եւ բարգավաճող քաղաք։ Շինարարության եւ վերակառուցման իր անխոժ ձգտման, ինչպես նաեւ հանրապետության վերափոխման լայնամասշտաբ մոտեցման համար Գրիգոր Հարությունյանը ժողովրդի կողմից արժանացել է շինարար կոչմանը։ Ասում են, առաջինը նրան այդպես է անվանել Ավետիք Իսահակյանը, ականավոր հայ գրող, որին Հարությունյանը կարողացել է փրկել բռնաճնշումներից։ Անհերքելի է Հարությունյանի դերը հայկական գիտության զարգացման գործում։ Հենց նրա նախաձեռնությամբ պատերազմի ծանր տարիներին 1943 թվականի նոյեմբերին հիմնադրվեց Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան
գիտական մտքի եւ ազգային առաջընթացի կարևոր կենտրոնը։ Ակադեմիայի առաջին նախագահը ականավոր գիտնական, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին էր, որի ներդրումը գիտական աշխատանքի կազմակերպման գործում ահռելի էր։ Սակայն 1944 թվականի մայիսին Օրբելին ստիպված եղավ մեկնել Սանկտ Պետերբուրգ մասնակցելու Էրմիտաժի վերականգնմանը, եւ 1945 թվականի սկզբին պարզ դարձավ, որ նա չի կարող վերադառնալ Երևան մշտական աշխատանքի։ Այս ժամանակահատվածում ակադեմիան բախվեց կազմակերպչական եւ չափազանց լուրջ կադրային խնդիրների։ Գրիգոր Հարությունյանը խորապես գիտակցելով գիտության անփոխարինելի դերը պետության զարգացման համար, սկսեց ձեռնմուխ լինել այդ խնդիրների լուծմանը։ 1946 թվականի սկզբին, շնորհավորելով Վիկտոր Համբարձումյանին լույսի ցրման տեսության համար Ստալինյան մրցանակի արժանանալու կապակցությամբ, Հարությունյանը չսահմանափակվեց միայն շնորհավորանքով, այլ գիտնականի հետ քննարկեց հայկական գիտության զարգացման հեռանկարները։ Հարությունյանը հստակ գիտակցում էր, որ խորհրդային Հայաստանը գտնվում է լայնածավալ արդյունաբերականացման շեմին, ուստի շեշտը դնում էր ֆիզիկա-մաթեմատիկական, տեխնիկական, երկրաբանական եւ քիմիական առարկաների արագացված զարգացման վրա։ Անձնակազմի պակասը հաղթահարելու համար նա առաջարկեց ակտիվորեն հրավիրել մասնագետներ խորհրդային միության առաջատար գիտական կենտրոններից, անկախ նրանց ազգությունից, նշելով, որ գիտությունների ուժեղ ակադեմիայի ստեղծումը դժվար խնդիր է եւ պահանջում է մեծ թվով ունակ եւ որակավորված աշխատողներ։ Երբ Համբարձումյանը նշեց, որ գիտական ինստիտուտների գործունեության համար կա տարածքի պակաս, Հարությունյանը վստահեցրեց, որ կաջակցի, ընդգծելով ակտիվ շինարարության անհրաժեշտությունը։ Հիմա, երբ պատերազմն ավարտվել է, մենք մտնում ենք ինտենսիվ շինարարության փուլ։ Դուք պետք է ընդլայնեք ձեր ինստիտուտների շինարարությունը։ Մենք պատրաստի շինություններ չունենք, բայց ձեզ կտրամադրենք ցանկացած օգնություն։ Այս խոսքերը եւ նրա չափազանց կարևոր գործերը ապացույցն էին, որ նա լինելով հեռատես, խորքային առումով գիտակցում է գիտության կարևորությունը եւ առանցքային դերը պետության զարգացման գործում։ Նրա շնորհիվ պայմաններ ստեղծվեցին համաշխարհային մակարդակի գիտական դպրոցի ստեղծման եւ հայ ակադեմիական մտքի հեղինակության ամրապնդման համար։ Թատրոն կատարած իր կանոնավոր այցելություններից մեկի ժամանակ Հարությունյանը տպավորված լինելով նվագախմբի բարձր կատարողական մակարդակով, թատրոնի գլխավոր դիրիժոր Կոնստանտին Սարաևին հրավիրեց իր տուն։ Զրույցի ընթացքում Սարաևը պատմեց եվրոպական մայրաքաղաքներում, ինչպես նաև Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում սիմֆոնիկ նվագախմբերի հետ աշխատելու իր փորձի մասին։ Զրույցի ընթացքում քննարկվեց նաև Երևանում նման համերգներ անցկացնելու հնարավորության հարցը։ Դիրիժորը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ սիմֆոնիկ նվագախումբ։ Այս հանդիպման արդյունքում կայացվեց հստակ որոշում։ 1937 թվականի դեկտեմբերի 14-ին որոշվեց հայկական ֆիլհարմոնիային կից 60 երաժիշտներից բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ ստեղծել։ Նվագախումբը պետք է սկսեր գործել 1938 թվականի հունվարի 1-ից։ Այս ժամանակահատվածում Հարությունյանը ակտիվորեն հանդես էր գալիս հօգուտ գրական ժառանգության պահպանման եւ տարածման։ 1937 թվականի դեկտեմբերի 21-ին նա առաջարկեց հրատարակել հայ դասական գրականության առանցքային դեմքերից մեկի Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների 6 հատորյակը։ Ծրագիրը նախատեսում էր բանաստեղծի գործերը հրատարակել հայերեն եւ ռուսերեն, նրա ստեղծագործությունների ավելի լայն հասանելիությունն ապահովելու համար։ Միաժամանակ որոշում կայացվեց Թումանյանի հուշարձանը կանգնեցնել Երևանում։ Բանաստեղծի այրին Օլգան, բարձր գնահատելով ամուսնու ժառանգությանը ցուցաբերված պետության ուշադրությունը, ի նշան վստահության եւ երախտագիտության, պետությանը նվիրաբերեց բանաստեղծի ողջ ձեռագիր արխիվը եւ անձնական թղթերը, որոնք դարձան պետական սեփականություն։ Չնայած 1930-ականների վերջին ԽՍՀՄ-ում արկա ընդհանուր լարվածությանն ու բռնաճնշումներին, այդ ժամանակաշրջանը դարձավ հիմնարար ուղենիշ հայ մշակույթի պատմության մեջ, սկիզբ առնելով իր ժողովրդին անկեղծորեն սիրող երիտասարդ առաջնորդի ջանքերի եւ երբեմն լուրջ ռիսկերի շնորհիվ։ Այս ժամանակաշրջանը դրեց ամուր հիմքը հայ մշակույթի հետագա զարգացման համար։
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը թվացյալ անկախ է, կառավարության եւ եկեղեցու հարաբերությունները գտնվում են պատմական նվազագույն մակարդակում, իսկ իշխանությունը ինքնին սպառնալիք է Էջմիածնի համար։ Այս իրականությունում անհրաժեշտ է հիշել կոմունիստ Գրիգոր Հարությունյանի ազգային քաղաքականության հետևյալ դրվագը։ Կուսակցական համագումարներից մեկի ժամանակ քննարկման է ներկայացվել Էջմիածնի կաթողիկոսության մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում էր փակել Էջմիածնի վանքը եւ այն վերածել թանգարանի, չընտրել նոր կաթողիկոս եւ լուծարել Էջմիածնի կաթողիկոսությունը որպես հայ հոգեվորականության կենտրոն։ Որոշման նախագիծն ուղեկցվում էր բյուրոյի նիստում այն անհապաղ քննարկելու համառ պահանջով։ Ճնշումը մեծացնելու համար հաղորդվեց, որ փաստաթղթի պատճենն արդեն ուղարկվել է Մոսկվա անձամբ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսար Նիկոլայ Եժովին։ Հաջող ճնշման պայմաններում Հարությունյանը ստիպված եղավ նիստ հրավիրելու, սակայն պնդեց որոշմանը լրացուցիչ կետ ավելացնել։ Խնդրել կուսակցության կենտրոնական կոմիտեին հաստատել Էջմիածինը, որպես հայ ժողովրդի հոգևոր կենտրոն, միջազգային նշանակություն ունի։ Հետևաբար, նրա վերաբերյալ որոշումը պետք է կայացվի միայն Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի համաձայնությամբ։ Այս ձևակերպումը թույլ տվեց ժամանակ շահել եւ հետաձգել հրամանագրի իրագործումը։ Գրեթե մեկ ամիս անց Հարությունյանը գաղտնի կապով ուղիղ հաղորդագրություն ստացավ Իոսիֆ Ստալինից։ Ընկեր Հարությունով, դուք դեռ պնդում եք փակել կաթողիկոսարանը։ Հարցի ձևակերպումը հստակ ցույց էր տալիս Մոսկվայի դիրքորոշումը։ Հարությունյանի պատասխանը դիվանագիտական էր։ Ոչ Իոսիֆ Վիսարյոնովիչ, ես չեմ պնդում։ Այդ դեպքում լավ։ Այսպիսով, այս հարցը վերջնականապես հանվեց օրակարգից, թույլ տալով պահպանել հայ ազգի հոգևոր կառույցը, որը թեպետ մեծ դժգոհություն առաջացրեց նրա հակառակորդների շրջանում։ Պատերազմի ավարտին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը բարձրացրեց հայկական քաղաքական օրակարգի ամենազգայուն եւ բազմամյա հարցերից մեկը՝ Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմանի վերականգնումը 1914 թվականի դրությամբ։ Համապատասխան հարցումն ուղարկվեց անմիջապես Իոսիֆ Ստալինին։ Այս կապակցությամբ Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար Մոլոտովին հանձնարարվեց պատրաստել եւ ներկայացնել մանրամասն քարտեզներ, որոնք ցույց կտան ռուսական կայսրության եւ Օսմանյան կայսրության սահմանները 1914 թվականին, ինչպես նաեւ խորհրդային եւ թուրքական սահմանները 1921 թվականի դրությամբ։ Ստալինը հայտնել էր իր պատրաստակամությունը քննարկելու այս հարցը։ Աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով Հարությունյանի հայրենասիրական գործը որևէ գործնական շարունակություն չունեցավ։ Տարածաշրջանային քարտեզում որևէ փոփոխություն չկատարվեց։ Այնուամենայնիվ, բարձրացված հարցը իր արդյունքն ունեցավ։ Պատմական սահմանների քննարկումը ուղղակիորեն բարձրացրեց մեկ այլ հարց՝ Սփյուռքում ապրող հայերի իրենց պատմական հայրենիք վերադառնալու անհրաժեշտությունը։ 1946 թվականի փետրվարի 22-ին Իոսիֆ Ստալինն ստորագրեց ԽՍՀՄ նախարարների խորհրդի հրամանագիր արտասահմանից հայերի խորհրդային Հայաստան հայրենադարձության գործնական միջոցառումներ իրականացնելու մասին։ Նույն թվականին սկսվեց զանգվածային հայրենադարձությունը։ 1946 թվականի ընթացքում Հայաստան վերադարձավ ավելի քան 50,000 մարդ։ 1948 թվականի մարտի 1-ին հայրենադարձների ընդհանուր թիվը հասել էր գրեթե 90,000-ի։ Սա դարձավ հետպատերազմյան Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հայրենադարձությունը եւ զգալիորեն նպաստեց Հայաստանի ժողովրդագրական, տնտեսական եւ մշակութային զարգացմանը։ Այսօր, երբ իշխանությունները հանձնել են Արցախը եւ ամեն կերպ փորձում են հրաժարվել պատմությունից, մերժելով մեր ինքնությունը, անհրաժեշտ է հիշել խորհրդային Հայաստանի ղեկավարին։ Հետպատերազմյան տարիներին Գրիգոր Հարությունյանը, ով գլխավորում էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը, Արևմտյան Հայաստանը վերադարձնելու իր նախաձեռնությունից բացի նախաձեռնեց Արցախի խորհրդային Հայաստանի հետ վերամիավորման պաշտոնական քննարկումը։ 1945 թվականի նոյեմբերին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը Հանրապետության նախարարների խորհրդի հետ համատեղ դիմում ուղարկեց, խնդրելով քննարկել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ադրբեջանական ԽՍՀ-ից հայկական ԽՍՀ-ին փոխանցելու հնարավորությունը։ Գրիգոր Հարությունյանը անձնական նամակ ուղարկեց Իոսիֆ Ստալինին, ներկայացնելով փաստարկներ ի օգուտ վերամիավորման։
Սա Հարությունյանի կողմից եւս մեկ համարձակ քայլ էր։ Ստալինը արձագանքեց նախաձեռնությանը։ Նա հանձնարարեց Մալենկովին պատրաստել վերլուծական զեկույց այս հարցի վերաբերյալ իր առաջարկներով։ Սակայն ադրբեջանական կողմը նախապես ստանալով Լավրենտի Բերիայի աջակցությունը կարողացավ խոչընդոտել նախաձեռնության հետագա առաջընթացը, չներկայացնելով համաձայնեցված առաջարկ։ Ստալինի ողջ ժամանակաշրջանում Հարությունյանը շարունակում էր հարցեր բարձրացնել տարածքային վերանայման վերաբերյալ։ Նա բազմիցս առաջարկում էր Արցախն ու Նախիջևանը ներառել հայկական ԽՍՀ-ի մեջ եւ վերադարձնել 1920-ից 1921 թվականներին Թուրքիային զիջված տարածքները։ Չնայած այս հետևողական կոչերին, առաջարկող նախաձեռնություններից եւ ոչ մեկը չիրականացվեց։ Այնուամենայնիվ, Հայաստանի առաջնորդի համակարգային մոտեցումը եւ ազգային հստակ դիրքորոշումը մեծ նշանակություն ուներ բոլոր առումներով։ Միութենական հանրապետությունների միջև տարածքային փոփոխությունների վերաբերյալ քննարկումների համատեքստում Գրիգոր Հարությունյանին ներկայացվեց տարածքային հնարավոր փոխանակման վերաբերյալ առաջարկ։ Հայկական ԽՍՀ հարավային հատվածը, Մեղրիի շրջանը, պետք է փոխանցվեր Ադրբեջանի ԽՍՀ-ին, Նախիջևանի ինքնավար հանրապետության մի մասի դիմաց։ Սակայն Հարությունյանը կտրականապես մերժեց այս նախաձեռնությունը։ Նա շատ լավ գիտակցում էր Մեղրիի ռազմավարական նշանակությունը հանրապետության համար։ Այն խորհրդային Հայաստանի, Իրանի հետ, իսկ ավելի լայն իմաստով արտաքին աշխարհի հետ կապող միայն ցամաքային հնարավորությունն էր։ Ավելին, դեպքերի նման զարգացումը անմիջական սպառնալիք կստեղծեր Զանգեզուրի շրջանի անվտանգության համար, որը ռազմավարական նշանակություն ուներ հանրապետության համար։ Հարությունյանը նման փոխանակումը անթույլատրելի էր համարում, նույնիսկ միասնական խորհրդային միության պայմաններում, որտեղ սահմաններ գոյություն չունեին։ Նրա կոշտ դիրքորոշումն այս հարցում անգնահատելի ռազմավարական նշանակություն ունեցավ ոչ միայն այդ ժամանակ, այլ նաև ապագայում, մինչ օրս։ Թվում էր, թե Յոսիֆ Ստալինի մահը 1953 թվականին պետք է հույսեր արթնացներ պետական ռեպրեսիվ քաղաքականության մեղմացման առումով եւ հնարավորություն ստեղծեր միութենական հանրապետությունների, այդ թվում Հայաստանի, ավելի ազատ զարգացման համար։ Սակայն այդ ժամանակվա ականավոր պետական գործիչներից մեկի Գրիգոր Հարությունյանի համար այս փոփոխությունները քաղաքական աջակցության կորստի հանգեցրին։ Նիկիտա Խրուշչովի իշխանության գալուց կարճ ժամանակ անց Հարությունյանը հեռացվեց պաշտոնից։ Նրա ազատման պատճառը Իոսիֆ Ստալինի եւ Լավրենտի Բերիայի հետ նրա սերտ համագործակցությունն էր, որը սկիզբ առած ապա ստալինիզացման համատեքստում ընկալվում էր որպես վարկաբեկող հանգամանք։ Չնայած մեղադրանքներին, Հարությունյանը խուսափեց բռնաճնշումներից։ Նրան վստահվեց Արարատյան հովտում գտնվող պետական ֆերմայի կառավարումը։ Այս նշանակումը ըստ էության դարձավ նվաստացուցիչ աքսորի յուրատեսակ ձև։ Նրա նախկին գործընկերներից եւ ոչ մեկը չպաշտպանեց նրան։ Քաղաքական անկայունության եւ երկրի նոր ղեկավարության նկատմամբ վախի պայմաններում նման քայլը հավասարազոր էր ինքնաբացահայտման։ Դա շատ դժվար ժամանակաշրջան էր երկրին նվիրված առաջնորդի համար։ Այնուամենայնիվ, Գրիգոր Հարությունյանը ժողովրդի հիշողության մեջ մնում է որպես Գրիգոր Շինարար, մարդ, ով չնայած իր սահմանափակ միջոցներին ձգտում էր օգնել բոլոր նրանց, ովքեր դիմում էին իրեն աջակցության համար։ Նրա ճակատագրի հեգնանքը նրանում էր, որ չնայած ուրիշներին փրկելու բազմաթիվ հաջողված փորձերին, նա չկարողացավ փրկել հարազատ եղբորը։ Հարությունյանը աշխատանքի անցավ պետական ֆերմայում եւ կարճ ժամանակում կարողացավ այն հասցնել բարձր մակարդակի, ապահովելով տնտեսական աճ եւ բարելավելով աշխատողների կենսապայմանները։ Սակայն այդ բոլոր տարիների ծանր աշխատանքը իր հետքը թողեց նրա առողջության վրա։ Գրիգոր Հարությունյանը համեստորեն վերադարձավ Թիֆլիս, որտեղ 1957 թվականի նոյեմբերի 9-ին մահացավ սրտի կաթվածից։ Ի վերջո, ով էր նա։ Կուսակցական առաջնորդի բարոյական կերպար տոտալիտար ռեժիմի պայմաններում, որտեղ անձնական համոզմունքները հաճախ հակասում էին համակարգի պահանջներին, անհնար է տալ պարզ ձևակերպում։ Մի կողմից Հարությունյանը Ստալինի օրոք խորհրդային կուսակցական նոմենկլատուրայի մաս էր կազմում։ Նա բարձր պաշտոններ էր զբաղեցրել բռնաճնշումների ամենադժվար ժամանակահատվածում, որոնք ըստ էության ենթադրում էին պասիվ կամ ակտիվ մասնակցություն կենտրոնական իշխանության որոշումների կատարմանը։ Հրամաններ ստորագրելուց հրաժարվելը կամ հանրային անհամաձայնությունը այդ տարիներին հաճախ ենթադրում էին ոչ միայն պաշտոնի կորուստ, այլև ֆիզիկական ոչնչացում։ Հետևաբար, ինչպես շատ այլ խորհրդային հանրապետությունների առաջնորդներ, նա ստիպված էր գործել վերևից տրված հրահանգների շրջանակներում։ Սակայն մյուս կողմից, բազմաթիվ վկայությունները հաստատում են, որ Հարությունյանը հաճախ փորձել է սահմանափակել բռնաճնշումների մասշտաբները եւ փրկել հնարավորինս շատ մարդկանց։ Ահա թե ինչու
Նա նաև այս առումով ժողովրդի հիշողության մեջ մնում է որպես հայ մարդ եւ ոչ թե որպես դիմագիծ չունեցող կուսակցական բյուրոկրատ։ Գրիգոր Շինարարի այս կերպարը պատահականորեն չի առաջացել։ Սա նրա աշխատանքի եւ հստակ ընդգծված հայրենասիրական գործունեության արտահայտումն է։ Գրիգոր Շինարարը մեր հիշողության մեջ կմնա որպես հայրենասեր եւ ռազմավարական մտածողություն ունեցող էլիտայի ներկայացուցիչ, որն այս օրերին այդքան պակասում է։ Նա մարդ էր, ով հստակ գիտակցում էր, որ ցեղասպանություն վերապրած ժողովրդի վերածնունդը պետք է լինի ոչ միայն արդյունաբերության եւ գիտության, այլ առաջին հերթին մշակութային վերածննդի միջոցով։ Իսկ ինչ է կարծում, որն է պատճառը, որ Խորհրդային Միության ժամանակ չունենալով անկախ պետություն, ունեցանք այնպիսի էլիտաներ, ովքեր ունեին ոչ միայն ռազմավարական մտածողություն, այլ նաև ընդգծված ազգային ինքնություն եւ իրականացնում էին հստակ հայամետ գործունեություն։ Իսկ այնուհետև ունենալով անկախ պետություն, ունեցանք այս ամենի ճիշտ հակառակը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ։ Միշտ նոր հանդիպում։